Բարեցես, այսօր մեր երրորդ սեմինարը կանենք, որի ընթացքում կխոսենք ազդանշանների մշակման մասին ու դրանում կիրառվող մաթեմատիկայի մասին։ Ազդանշանների մշակումը երևի թե տարածված բաներից մեկն է մեր աշխարհում, որտեղ ազդանշանները իրանք են տարածված ամենտեղ, բայց եկեք նախ ասենց հարցից սկսենք, թե ինչ է ազդանշանը, օրինակ դուք ոնց կսահմանեիք ազդանշանը։ Բնականաբար ինչ որ մաթեմատիկական սահման չեմ ուզում, ուղղակի դուք ոնց եք պատկերացնում, ինչ է ազդանշանը։ Զգուշացնող, հա, բայց մենք այստեղ ավելի ընդհանուր իմաստով ենք նայում, էլի, այսինքն այդ սիգնալ ասածը ոչ թե հենց ինչ-որ կոնկրետ զգուշացնող ազդանշան կամ մեքենայի ազդանշան, այլ շատ ավելի ընդհանուր։ Եկեք փորձենք ինչ-որ կերպ սահմանել։ Մի սահմանում է այսպես, ինքը ֆունկցիա է, իհարկե մի քիչ մաթեմատիկական մենք ձևով ենք ասում, ֆունկցիա, որը ինչ-որ երևույթի կամ վիճակի մասին ինֆորմացիա է փոխանցում։ Օրինակ, չգիտեմ, ձայնը, մարդու ձայնը, ինքը ազդանշան է։ Ֆունկցիա այստեղ փոփոխականը կարող լինի ժամանակը, անկախ փոփոխական, կարող լինի տարածությունը, օրինակ դիրքը, ենթադրենք մենք նկարին էլ կարանք որպես ազդանշան վերաբերվենք, որովհետև ամեն կետում, որպես սենց էլի, ամեն կետում ինչ-որ գույն կամ ինչ-որ պայծառություն, հա, ցույց տվող, բնականաբար ինքը ինֆորմացիա է, չէ, փոխանցում։ Մեկ այլ կերպ կարող ենք ասել, թե ժամանակի կամ դիրքի հետ փոփոխվող ֆիզիկական մեծություն։ Շատ ընդհանուր բան, մենք նույնիսկ կարող ենք նույնացնենք ֆունկցիայի հետ, էլի, ընդհանրապես ազդանշանը։ Կամայական ֆունկցիայի, իհարկե կոնտեքստից կախված, վերաբերվենք որպես ազդանշան, հա։ Ու բնականաբար, հա, օրինակներ ասեցինք, մարդու ձայնը ասեցինք, ուրիշ ինչ օրինակներ կարանք վերենք, էլեկտրամագնիսական ալիքներ, ֆիզիկայից հայտնի բան։ Ընդհանրապես ալիքները, բոլոր տիպի ալիքները իրանք ազդանշան են, որ ինչ-որ ինֆորմացիա են փոխանցում։ Հենց այդ ինֆորմացիա փոխանցել բառակապակցությունը այս դեպքում շատ լավ է, որտեվ շատ հարմար է, որտեվ հենց տարածության մեջ, հա, ալիքը փոխանցվում է, էլի, այսինքն ինչ-որ ցատկություն, ինչ-որ բան տարածում է մեկ այլ կետ։ Էխոսրտագրությունը բժշկության մեջ եւ բոլոր տեսած կլինեք նկարը ինքը էլի ազդանշան է, որը բժշկին ինֆորմացիա է փոխանցում պացիենտի սրտի մասին։ Էլի ցենք լիքը օրինակներ, ֆոտոնկարը ինքը ինֆորմացիա է փոխանցում ուրիշ տիպի ինֆորմացիա իհարկե, արդեն ոչ թե ձայնի դեպքում ականջի համար է այդ ինֆորմացիան, նկարի դեպքում աչքերի համար են, ինքը ժամանակից կախված չի, բայց եթե ֆոտոնկարը նաև ժամանակից կախված լինի, այսինքն լինի վիդեո, դա եւս կլինի ինչ-որ ազդանշանի օրինակ, հա։ Ու ինչպես ասած ցանկացած ֆունկցիայի կարանք մենք որպես ազդանշան վերաբերենք, ասենք ինչ-որ բաժնետոմսի օրական միջինգինը եթե վերցնենք, ամեն օր ինչ-որ արժեք է, չէ՞, ընդունում, այդ արժեքները ինչ-որ գրաֆիկի վրա ցույց տանք, որպես ֆունկցիա, էլի, դա եւս կարանք համարենք ազդանշան։ Ազդանշանները երկու տարբեր ձևերով կարելի է դասակարգել, բայց հիմնական երկու տիպի ազդանշաններ ենք տարանջատում, անալոգային եւ թվային։ Ինչն է սրանց հիմնական տարբերությունը, անալոգային ազդանշանը նկարագրվում է անընդհատ ֆունկցիայով։ Այսինքն ինքը ընդունում է արժեքներ առանցքի վրա կամ առանցքի ինչ-որ մասի վրա ու կարող է ընդունի ցանկացած իրական արժեք, հա։ Օրինակ, այսպիսի մի հատ ազդանշան, հա, այս x առանցքը ժամանակն է, y առանցքը ամպլիտուդն է, հա, այդ կամ ֆունկցիայի արժեքը, եթե մաթեմատիկորեն ասենք։
Ի տարբերություն անալոգային ազդանշանի, թվային ազդանշանը ընդունում է դիսկրետ արժեքներ եւ անկախ փոխականնա դիսկրետ եւ արժեքների բազմությունը, հա։ Նույնիսկ եթե մի քիչ ավելի ճիշտ ասենք, հա, ինքը հաջորդականություն է, որի արժեքների բազմությունը վերջավոր է։ Ոչ թե որտեղ դիսկրետ ասելով կարանք հասկանանք նաեւ անվերջ հաշվելի, հա, բայց թվային ազդանշան ասելով հասկանում ենք այնպիսի ազդանշան, որ վերջավոր քանակությամբ արժեքներ է ընդունում։ Օրինակ, այս ազդանշանը այստեղ 0.1 արժեքն է ընդունում, 1.3 եւ այլն, հա։ Երևում է, որ ինքը դիսկրետ ազդանշան է։ Հաց կարող առաջանա, իսկ դե տարբերությունը ակնհայտ է, առնվազն տեսքից էլ ակնհայտ, իսկ կիրառությունների տեսանկյունից որ ազդանշաններն են ավելի հարմարս ձեզ։ Հա, թվային ազդանշանները։ Ինչի, որովհետև անալոգային ազդանշանը մենք եթե փորձենք պահել ինչ-որ կերպ, մենք այդ անվերջ քանակությամբ տվյալներ կան, չէ՞, անվերջ քանակությամբ տվյալները ոչ միտեղ չենք կարող պահենք։ Իսկ թվային ազդանշանները, քանի որ դիսկրետ են, կարող համակարգչի մեջ ինչ-որ կերպ իրան պահենք։ Բացի այդ իրանց այդ աշխատանքը ավելի հարմար է շատ առումներով, մի քիչ հետո դրա մասին կխոսենք։ Քանի որ մեր սեմինարի վերնագիրը ազդանշանների մշակում էր այսօրվա, նաև հասկանանք ինչ է ազդանշանների մշակումը, ինքը ազդանշանների վերլուծման, ձևափոխություն ասելով հասկանում մի ազդանշանից ինչ-որ այլ ազդանշան ստանալ, հա, սինթեզման ամբողջությունը։ Որպես շատ վառ օրինակ է ազդանշանների մշակման, օրինակ երաժշտության մեջ ինչ-որ երաժշտություն կարակ բաժանեք ըստ գործիքների, հա, օրինակ երաժշտությունից անջատել դաշնամուրի հատվածը կամ բաս գիտարի հատվածը, դա հենց մաքուր ազդանշանների մշակման օրինակ է, հա, որ ինչ-որ կերպ մենք վերլուծում ենք, ձևափոխում ենք, ձևափոխել այս դեպքում որն է, որ մյուս բոլոր ձայները խլացնում ենք, թողնում ենք մենակ մի հատ կոնկրետ գործիքի ձայնը օրինակ։ Նու սինթեզելն էլ կարանք ինչ-որ նոր երաժշտություն ստանանք, չէ, ինչ-որ ձևափոխություններից հետո, ինչ-որ նոր ազդանշան ստանանք ի վերջո։ Ազդանշանները կարելի է մշակել անալոգային ձևով եւ թվային ձևով։ Անալոգային մշակումը ինչ է իրենց ներկայացնում, ինչ որ անալոգային ազդանշան ունենք, շատ ձևափոխություններ ենք անում, դա այս բանի մեջ է, հա, այս մասի մեջ է, որ ես գրել եմ անալոգային մշակում։ Ստացվում է մեկ այլ անալոգային ազդանշան։ Թվային մշակման համար, դες սովորաբար մեզ անալոգային ազդանշան է հասնում, հա, մենք դա պետքա նախ փոխարկենք թվայինի, այդ իրական ահագին չեմ կարող նկարագրեմ, թե ոնց է արվում, ինչ-որ տարբեր ալգորիթմներ, տարբեր սարքեր կան, հա, ինչ-որ ինտեգրալ սխեմաներով բան, անալոգայինը կարելի է դարձնել թվային, հետո արդեն այս թվային ազդանշանները թվային մշակման են ենթարկվում, այսինքն ստացվում է մի հատ ուրիշ թվային ազդանշան։ Հետո դա որպեսզի այս բանը, այս քայլը պարտադիր չի, եթե մեզ պետքա թվային ձևով պահել, ուղղակի կարտացենք այդ ազդանշանը, բայց եթե էլի պետքա հետ բերել անալոգայինի, իրան արդեն հակառակ ոնց որ գործողությամբ բերում ենք անալոգայինի ու արդյունքում էլի ստացվում է ինչ-որ անալոգային ազդանշան։ Եթե փորձենք համեմատել այս երկու գործընթացները, իրականում, ինչպես ասացինք, թվային մշակումը որոշակի առավելություններ ունի։ Ինքը նախ ճշգրտության անալոգային սիգնալների հետ էլի, քանի որ իրանք անվերջ քանակությամբ իրանց մեջ արժեքներ ունեն, իրանց հետ դժվար է աշխատել։ Ճշգրտության առումով թվային մշակումը առավել էֆեկտիվ է, տվյալների հետ աշխատելու ճկունության առումով էլ, ինչպես ասացինք, հիշողության մեջ պահպանելու առումով։ Դրա համար թվային մշակումը շատ կարևոր բան է ու ինքը այդպես հին պատմություն չունի, քանի որ տեխնոլոգիաները պետքա զարգանային, որ այդ թվային մշակումը հնարավոր դառնար։ Երևի թե մի 60-ական թվականներից է սկսել զարգանալ,
Այսինքն 60 տարվա պատմություն ունի ազդանշանների թվային մշակումը, բայց հիմա ոնց որ ամենուր է կա, էլի մեզ շրջապատում է։ Օրինակ, երբ որ էլի ինչ որ օրինակներ փորձեմ բերել, որպեսզի բարձ լինի, YouTube-ի սուբտիտրերը երևի տեսել եք։ Ինքը խոսքը վերածում է տեքստի, հա։ Դա խոսքն էլ ազդանշան, տեքստն էլ ազդանշան ինչ որ իմաստով։ Այսինքն մշակում է կատարվում, որպեսզի ճիշտ ինչ որ խոսվել է, դա վերածվի գրավոր տեքստի, հա։ Եթե մեր CRISP կազմակերպության մասին գիտեք, հայկական կազմակերպությունը, այնտեղ հենց զբաղվում են ազդանշանների մշակմամբ շատ տարբեր տիպի, մասնավորապես աղմուկի վերացմամբ, դա էլ է շատ լուրջ խնդիր, երբ որ մեզ ինչ որ ձայնագրություն է հասնում, որի մեջ աղմուկ կա, այդ աղմուկից պետք է ազատվել, օրինակ չգիտեմ, Zoom-ով ինչ որ մեկի հետ հանդիպման ես, սենյակում փոքր երեխա կա, որը խանգարում է, բան։ Բնականաբար փոքր երեխայի ձայնը տարբերվում է, չէ, այդ խոսողի ձայնից, այսինքն ինչ որ մոդել կարելի է կառուցել, որի միջոցով այդ երեխայի ձայնը կխլացվի ու արդեն խոսակցին կհասնի մենակ այդ մի մարդու ձայնը, հա, երեխայի ձայնը կամ մյուս աղմուկները չեն հասնի։ Այնպես որ սա շատ տարածված բան է, այստեղ էլ ինչ որ օրինակներ արդեն ասեցի, պատկերների մշակումը ևս կարանք համարենք ազդանշանների մշակման մաս, ինչ է պատկերների մշակումը, էլի, եթե օրինակ փորձեմ բերել, ասենք վատ ինչ որ բլղուդ նկար ունենք, փորձում ենք որակը բարձրացնել, ընդհանրապես նկարի որակը բարձրացնելը դա պատկերների մշակման ինչ որ օրինակ է։ Խոսքի մշակման մասին խոսեցինք, թվային հաղորդակցության չգիտեմ, ինչ որ Wi-Fi-ի սիգնալի եւ այսպիսի լիք տարբեր բաներ, բժշկության մեջ էլ էլի sense էխոկարդիոգրամայի օրինակ եմ բերել, որ ճիշտ է չիմացող մարդը այս նկարից բան չի հասկանա, բայց բժիշկը կարա հենց մենակ այս նկարը տեսնելով ինչ որ եզրակացություններ անի։ Ինչի, այսինքն ինքը իր մեջ ինչ որ ձևով այս ստացված ազդանշան մշակում է, հա։ Դա բնականաբար թվային մշակում չի, բայց կարելի է նաև սրան թվային ձևով մոտենալ։ Մի խոսքով, երևի հասկացանք, որ լիքը տեղ այս ազդանշանների մշակումը կա, սրա համար պետք է մաթեմատիկական ապարատ զարգացնել, որպեսզի իրական մաթեմատիկական ապարատը ավելի շուտ է զարգացել, քան ազդանշանների մշակումը, որովհետև ինքը շատ ավելի ընդհանուր ապարատ է, ինքը կոնկրետ կիրառվել է ազդանշանների մշակման համար, հա, հիմա կխոսենք։ Դա կոչվում է Ֆուրիեի ձևափոխություն, բայց մինչև Ֆուրիեի ձևափոխության անցնելը ես ուզում եմ դրա ինչ որ իդեան տալ։ Պատկերացրեք, sense մի ազդանշան է տրված, ինքը իրան իհարկե կարանք վերլուծենք, չէ, կարանք ասենք ժամանակի որ պահին է մեծագույն կամ փոքրագույն արժեքներ ստանում, տեսնում ենք, որ պարբերական է, ինչ որ բաներ կարող ենք ասել, ու այստեղ կոնկրետ սիգնալը գրած է, սինուս 10 պիտ է պլյուս կես սինուս 100 պիտ է։ Բայց ամենակարևոր բաներից մեկը ազդանշանի մեջ իր այդ տարբեր հաճախություններն են, որ մենք պետք է կարողանանք առանձնացնենք։ Հենց այն օրինակը, որ բերեցի երաժշտության, չէ, այդ անգլերեն դրան deconstructing են ասում, այսինքն մասերի բաժանել էլի այդ երաժշտությունը, իր մեջ օրինակ գործիքները, մարդու ձայնը առանձնացնել։ Ոնց է այդ առանձնացումը կատարվել։ Այդ տարբեր ձայներ ունեն տարբեր հաճախություններ, չէ։ Մենք պետք է կարողանանք այդ հաճախությունները ոնց որ փոկել իրարից։ Դրա համար շատ հաճախ այս ազդանշանը հասկանալու համար մենք այս ժամանակային տիրույթից իրան պետք է տեղափոխենք հաճախականության տիրույթ։ Տեսեք, այստեղ ինչ որ ձևափոխություն ենք արել ազդանշանի հետ, ինքը դառել է այսպեսին։ Ինչ ենք այստեղ նկատում։ Երկու հատ հստակ պիկ կա, չէ։ Մեկը այս կետն է 250 արժեքով, մեկը այս 50 կետն է, այս էլ 5-ն է, այստեղ դրված չի, բայց 5-ն է։ Ու այս 5-ն ու 50-ը հեչ պատահական թվեր չեն, էլի։ Դա այստեղ 2 պի անգամ 5-ն է, հա, գրած։ Այստեղ 2 պի անգամ 50-ն է գրած։
Այսինքն այս ֆունկցիաների այս ազդանշանի մեջ պարունակվող հաճախությունները այս գրաֆիկի վրա երևում են։ Ու սա այս հաճախությունները իմանալով մենք արդեն լիքը բան կարանք կոնկրետ հաճախությունները անջատենք իրարից, հա, սա այս պատկերը ունենալով։ Իդեպ այս սրա մասին շատ լավ տեսանյութ կա, ես դա անպայման խորհուրդ կտամ նայել, որտեղ ավելի լավ ամեն ինչ բացատրվում է մանրամասն անիմացիաներով, 3 blue 1 brown էջում, հա, YouTube-ի։ Եթե այստեղ գրեք signal processing, երևի թե այդ վիդեոն անմիջապես կամ sense երևի։ Լավ կլինի, ես ստուգեմ վերնագիրը, որպեսզի հանկարծ ուրիշ վիդեոյի վրա չգնաք, չնայած այդ ալիքից ինչ վիդեո նայեք, հաստատ օգտակար կլինի, բայց կոնկրետ որպեսզի պատկերավոր հասկանանք Ֆուրիեի ձևափոխությունը ինչ է, հա, կոչվում է but what is a Fourier transform։ Ինքը իրոք շատ լավ վիդեո է, ու այստեղ շատ լավ բացատրված է այդ ժամանակային ու հաճախականային տիրույթների կապը, հա, սրանից ոնց է սա ստացվում։ Իմիջիայլոց նույնը կարանք այսպիսի օրինակով էլ փորձենք բացատրել, հա, ձայնը մեզ ոնց է հասնում։ Ձայնի աղբյուրից այդ ալիքը դուրս գալով օդի վրա ինչ որ ճնշում է, չէ՞, գործադրում։ Այդ ճնշման փոփոխությունները իրականում մենք այս ժամանակային տիրույթով, հա, որպես ժամանակից ֆունկցիա երբ որ պատկերում ենք, հենց այդ օդի ճնշման փոփոխություններն է, հա, այդ տատանումները։ Բայց դա երբ որ հասնում է մարդու ականջին, հա, թմբկաթաղանթին, ոնց որ մարդու ականջը ինչ որ ձևափոխություն է անում, ու այդ ձևափոխության արդյունքում արդեն հաճախություններն է, հա, ընկալում ենք ձայնը կարողանում ենք տարբերել ձայնի հաճախությունը։ Այդ մաթեմատիկական գործիքը Ֆուրիեի ձևափոխությունն է, որը սահմանելու համար մի քիչ ինչ որ մենք ծանոթ է Ֆուրիեի ձևափոխությանը, դրանից սկսենք։ Հա, այդ դեպքում մի քիչ ավելի մանրամասն խոսենք սրա մասին, շատ կարևոր բան է իրականում։ Այստեղ սահմանն է գրած, որպեսզի հասկանանք այստեղ ինչ է գրած, նախ պետքա ինչ որ բաներ սահմանենք։ Եթե ազդանշան ասելով այստեղ հասկանում ենք ֆունկցիան մեզ մոտ իրական արժեքներ է ընդունում, բայց վերադարձնում է կոմպլեքս արժեքներ, հա։ Օրինակ կարա x-տեն որպես մի հատ օրինակ այսպիսի ֆունկցիայի լինի t քառակուսի գումարած 2i-t օրինակ, հա, այսպիսի կոմպլեքս թվեր բոլոր գիտեք ինձ թվում է, հա։ Այսինքն ֆունկցիան կարողանում ենք ներկայացնել ut պլյուս i անգամ vt տեսքով, հա, երկու ֆունկցիաների, սրանք արդեն իրական ֆունկցիաներ են, հա, այս un r-ին է տանում, v-ն էլ r-ին տանում։ Այսինքն կամայական կոմպլեքս արժեք ֆունկցիա ինքը ոնց որ երկու իրական արժեք ֆունկցիաներից կազմված ֆունկցիան է ու դրա պատճառով իրան բավականին հեշտ է, հա, հասկանալը։ Օրինակ ոնց կհասկանանք այսպիսի ֆունկցիայի ինտեգրալը։ Ենթադրենք, որ 0-ից 1 օրինակ այս ֆունկցիան եթե փորձենք ինտեգրել։ Պետք է գրենք ut պլյուս ivt, չէ, dt։ Ինտեգրալի հայտնի հատկությունը գումարման ոնց որ ստեղ էլ կտարածենք, այսինքն un առանձին ինտեգրենք in հաստատուն է, ինտեգրալի նշանից դուրս կգա, v-ն էլ արդեն իրական արժեքներ ընդունող ու վերադարձնող ֆունկցիա է, նորմալ օրինակ կոնկրետ այս դեպքում
8-ն մեզ մոտ t քառակուսին է, չէ։ 6-ն էլ որն է 2t։ Ինտեգրենք, սա կստացվի t խորանարդ երրորդը, այսինքն 1/3 0-ից 1 ինտեգրալը, այսօր t քառակուսի 0-ից 1 եթե ինտեգրում ենք 1։ Այսինքն կստացվի 1/3 պլյուս i, որը կլինի այս ֆունկցիայի ինտեգրալի 0-ից 1 որոշյալ ինտեգրալը, հա։ Հիմա այստեղ մի հատ էլ բան կա, որ պետք է սահմանել, դա y-ի այս ինչ-որ կոմպլեքս աստիճանն է։ Էդ էլ իրականում շատ դժվար չի սահմանել, բայց մի հատ հարց պետք է տամ, որպեսզի հասկանամ ոնց սահմանեմ, Taylor-ի շարքեր անցել եք։ Կարող է y-ի x-ի, եկեք ես այդտեղ z գրեմ x-ի տեղը։ Կարող է հիշեք y-ի z-ը։ Հա, դե քան որ z եմ գրել, այդտեղ z պետք է գրեմ, չէ՞։ Հենց շարքով եք անցել, թե բազմանդամով։ Եթե հա, բազմանդամով դե այսպիսի եթե փորձեք օրինակ այդ բազմանդամները ամեն n-ի համար տենց գծագրել, տեսնելու եք, որ n-ը մեծացնելով գնալով ինքը այս y-ի x ֆունկցիայի գրաֆիկին ոնց որ մոտենալու է, էլի անընդհատ։ Այսինքն եթե պատկերացնենք, որ սա անվերջ գումարում ենք, իրականում ստեղ կարող ենք հավասարություն դնենք։ Ասենք սա y-ի z-ն է, հենց։ Ու քանի որ այս z-ի մեջ կարանք նաև կոմպլեքս թվեր դնենք, ոնց որ ինքը կարելի է ընդլայնել կոմպլեքս թվերի վրա, հա։ Հիմա այս z-ի փոխարեն դնենք ix, հա, ix կոմպլեքս թիվը, որտեղ x-ը x-ը իրական է, դե ին էլ այդ կեղծ մասնիկն է, կեղծ միավորն է, եթե դնենք ինչ կստացվի, այստեղ x կստացվի, այստեղ պետք է գրենք x-ի քառակուսի, եկեք առայժմ գրենք, հա։ Հետո գրելու ենք x-ի խորանարդ բաժանած 6, չէ, լավ, եկեք ֆակտորիալներով գրենք, հետո x-ի 4 աստիճան բաժանած 4-ի ֆակտորիալ եւ այլն։ Ընդհանուր դեպքում x-ի n աստիճան բաժանած n-ի ֆակտորիալ։ Հիմա x-ի քառակուսին ինչ է։ Մինուս x-ի քառակուսի, չէ։ Եկեք այս զույգ աստիճանները առանձին հավաքենք, կենտ աստիճանները առանձին։ Այսինքն սա դեռ չեմ գրում, սա գրենք մինուս x քառակուսի բաժանած 2-ի ֆակտորիալ, չէ։ Հաջորդ զույգ աստիճանը էսա i 4 աստիճան 1 է, չէ, կլինի x-ի 4։ Հիմա կարող գուշակեք հաջորդ զույգ աստիճանով անդամը որը կլինի։ Մինուս, չէ, որովհետև i քառակուսին մինուս 1 է, այսինքն ամեն զույգ աստիճան ավելացնից այս բանը մինուս 1-ով է բազմապատկվել։ Այս զույգ աստիճանները, կենտ աստիճանները ինչ է ստացվում։ Ix, ստեղ ինչ կստացվի։ I խորանարդը մինուս 9 է, չէ։ Այսինքն ստեղ կունենանք մինուս i x խորանարդ բաժանած 3-ի ֆակտորիալ, հետո i 5 աստիճանը 9 նորից եւ այլն։ Ստեղ կարանք 9 ընդհանուր հանենք, չէ, դրսում գրենք ուղղակի։ Ու մի հատ նայենք այս մեծություններին։ Ինչ է հիշացնում այս արտահայտությունը։ Սինուսն է, չէ, հիշացնում։ Սա սինուսի Թեյլորի շարքն է։ Իսկ սա չէ, ներողություն։ Սա է կոսինուսին։ Կոսինուսը 0-1 է, չէ, այսինքն սա կոսինուսի շարքն է, իսկ սա սինուսի շարքն է, չէ։ Կոսինուս x պլյուս i սինուս x։ Յ(x)-ը սահմանվում է հենց այս բանաձևով։ Եթե գուզենք, կոսինուս x պլյուս i սինուս x, որը ինչ-որ շրջանագծի վրա, միավոր շրջանագծի վրա կետա, չէ, կոսինուս x, սինուս x կոորդինատներով։ Ընդհանրապես կոմպլեքս թվերը, երբ որ եռանկյունաչափական տեսքով են գրում, միանգամից իրանց կարելի է նաև այս էքսպոնենցիալներով գրել, հա, այս առնչությունից ելնելով։ Շատ լավ, այսքանը ասեցինք
արդեն կարող ենք Ֆուրիեի ձևափոխությունը սահմանենք, ինքը վերցնում է ինչ-որ ֆունկցիա, իհարկե այդ ֆունկցիայի վրա պայմաններ պետք է դրվեն, բայց առայժմ ուղղակի ֆունկցիան R-ից C ինչ-որ ֆունկցիա է, սա հարցեր կան այս մասից, եթե չեմ ակրեմ։ Այս x-ից ստանում ենք մի հատ նոր ֆունկցիա, հա, սա գնում է ինչ-որ մեծատառ x-ով նշանակենք, կամ x գլխարկով նաև տենց կարելի է նշանակել, ինքը, տեսեք, ինքը օմեգայից ֆունկցիա է, հա, ստեղ t ունենք, t-ն ինտեգրվում է, մնում է մենակ օմեգայից ինչ-որ ֆունկցիա, այսինքն, էլի օմեգան էլ է իրական, r-ից c ինչ-որ նոր ֆունկցիա է ստացվում, x-ի վրա հետևյալ պահանջ ունենք, այստեղ գրած չի, բայց գրեմ։ Այս ինտեգրալը պետք է գոյություն ունենա։ Մոդուլ x-ն հասկանում ենք կոմպլեքս թվի մոդուլի իմաստով, հա, x-ն քանի որ կոմպլեքս է, ինքը իր իրական մասի քառակուսի պլյուս կեղծ մասի քառակուսին արմատի տակ։ Այս ինտեգրալը պետք է գոյություն ունենա։ Այս պայմանների դեպքում բանաձևն էլ գրենք լավ։ Ուրեմն x ֆունկցիայի Ֆուրիեի ձևափոխությունը, որը կամ այսպես կնշանակենք, կամ այսպես, սահմանում է որպես ինտեգրալ ամբողջ առանցքի վրա, այս x-ն բազմապատկում ենք մեր այդ y-ի, հա, էքսպոնենտով, կոմպլեքս էքսպոնենցիալ բանով, աստիճանով, օմեգա t դետը։ Ստանում ենք մի հատ նոր ֆունկցիա, որպեսզի էլի բան այս սահմանն էլ հասկանալի լինի, եկեք մի հատ օրինակ դիտարկենք, հա։ Վերցնենք շատ պարզ ֆունկցիա, ազդանշան կամ, հա։ Եկեք ֆունկցիան -1 երկրորդից -1-ից 1 -1-ից 1 լինի 1, հա, այսինքն հաստատուն 1 արժեք ընդունի, իսկ մյուս տեղերում 0, եկեք կարմիրով գծեմ գրաֆիկա երևա։ -1 1 կետերում կարող եք սահմանել ինչպես որ կուզեք, դա ինտեգրալի վրա չի ազդում։ Այսինքն x-ն հավասար է 1-ի, երբ որ t-ն -1-ից 1 է, և 0-ի հակառակ դեպքում։ Հասկանանք այս ֆունկցիայի Ֆուրիեի ձևափոխությունը ինչ կստացվի։ Դրա համար ինչ պետք է անենք, պետք է ինտեգրալ հաշվենք, չէ՞։ Մինուս անվերջից անվերջ, x-t, առայժմ այսպես գրենք ու հետո հասկանանք սա ոնց ենք բացելու։ Նախ այս ինտեգրալը, քանի որ x-ը ստերից դուրս 0 է, այս -1 1 հատվածից դուրս, եթե ինտեգրալը հատկությունը գիտեք, չէ, որ կարելի է մասերի բաժանել, ու ամբողջ ինտեգրալը հավասար է այս մասերի գումարին, եթե սրանք գոյություն ունեն։ Իսկ սրանք գոյություն ունեն, մասնավորապես այս երկու մասը ինչի հավասար կլինեն։ Մինուս անվերջից -1, 1-ից անվերջ։ 0-ի, չէ։ Ինչի 0-ի, որովհետև մինուս անվերջից -1-ում x-ն 0-ի է հավասար, ինչով էլ բազմապատկենք, ինքը 0-ի է, ինտեգրալը 0-ի է։ Նույնն էլ էս կտորում։ Այսինքն, այս սկզբնական ինտեգրալը հավասար է -1-ից 1, x-t, y-ի -2pi օմեգա t dt։ -1-ից 1-ում x-ն հաստատում է, չէ, 1 է։
Այսինքն կարանք x-ի փոխարեն 1 գրենք։ Այս էլ եկեք մի քիչ պարզ տեսքով գրենք, որպեսզի ինտեգրենք։ Ոնց կգրենք կոսինուս, չէ, x-ը հիշեք կոսինուս x պլյուս այդ բանաձևը ստեղ գրեմ, որ կոսինուս x պլյուս i սինուս x-ն է, հա։ Այսինքն ստեղ ինչ պետք է գրեմ։ Դե կոսինուսը զույգ ֆունկցիա է, մինուսը կարամ չգրեմ, կոսինուս 2π օմեգա t, չէ, պլյուս թե մինուս։ Քանի որ մինուս կա, արգումենտում պետք է մինուս գրեի, բայց սինուսը կենտ է, միանգամից մինուսը դուրս կհանենք։ Մինուս i սինուս 2π օմեգա t։ Դե t։ Այս հենց ֆունկցիաներն էլ մոտ ասեցինք, չէ, ոնց են ինտեգրվում։ Առանձին կոսինուս կինտեգրենք, կհանենք i անգամ սինուսի ինտեգրալը։ Հիմա կոսինուսի ինտեգրալը հիշում եք։ Ուրեմն սինուս 2π օմեգա, չէ, բաժանած 2π օմեգա, որը ինտեգրելու ենք մինուս 1-ից 1։ Հա, իհարկե։ Մինուս 2π օմեգա t, այստեղ t-ն է, հա, փոխվում։ Օմեգան հաստատուն է, օմեգան ստեղ է։ Ու գումարած կամ հանած նու սինուսի ինտեգրալը մինուս կոսինուսն է, չէ, իրական կենտ ֆունկցիա է։ Կարանք միանգամից նկատենք, որ ինտեգրալը 0 է, բայց գրենք։ Կոսինուս 2π օմեգա t բաժանած 2π օմեգա մինուս 1-ից 1։ Ինչ կստացվի այս առաջի բանը։ Կստացվի սինուս 2π օմեգա մինուս 1-ում են դրա հակադիր արժեքն ընդունում, չէ, այսինքն 2 անգամ էս բաժանած 2π օմեգայի կամ կարանք ուղղակի գրենք π օմեգա։ Սրա ինտեգրալն էլ, քանի որ կոսինուսը զույգ ֆունկցիա է, 0 է ստացվում։ Այսպիսի ֆունկցիա ստացանք, հա։ x-t-ի ֆուրիայի ձևափոխությունը այս ֆունկցիան է օմեգայից կախված։ Եթե փորձենք գծագրենք, ինքը ինչ տեսք ունենա։ 0-ում էլի ինտեգրալների դեպքում ինչ որ կետերում արժեքների գոյություն չունենալը ոչ մի խնդիր չի, հա։ Այստեղ 0-ում իհարկե ինտեգրալը գոյություն ունի ինքը զուտ, եթե օմեգայի մեջ 0 դնենք, սա 1 է, չէ, դառնում։ y-ի 0 աստիճանը 1 է։ Մնում է x-t, այսինքն 1-ի ինտեգրալ մինուս 1-ից 1 2-ի է հավասար։ Իրականում այս ֆունկցիան էլ 0 կետում սահմանը 2 է, հենց եթե իրան փորձենք գծենք, գծենք վարքը անանելով, հա, վերլուծելով։ Նախ այս ֆունկցիան, լավ, եկեք սենց գրեմ, էլի, 2-ը ստեղ գրեմ ամեն դեպքում։ Այս սինուս x բաժանած x-ը ինքը սահմանափակ ֆունկցիա է, չէ։ 0-ում 1 է, սահմանը 1 է, այսինքն կարանք իրան 1 սահմանենք։ Անվերջությունում սինուս x բաժանած x-ը ինչ է։ 0 է, չէ, որովհետև x-ը անվերջության ձգտում է սինուս x-ը ինքը 1-ից մոդուլով փոքր կամ հավասար է։ Այսինքն ընդհանրապես սինուս x բաժանած x-ը մոդուլով 1-ից փոքր կամ հավասար է, այսինքն այս ֆունկցիան ինքը 2-ից մոդուլով փոքր կամ հավասար կլինի ու ինչ տեսք ունենա 0-ում ուրեմն ասեցինք 2 է, հետո պետք է նվազի, բայց ինքը նաև լիքը 0-ներ ունի, չէ, որ կետերում այս ֆունկցիան 0 դառնում։ Ամբողջ կետերում, չէ, բոլոր ամբողջ կետերում, նույնիսկ ոչ միայն ամբողջ կետերում, այլև միջնակետերում էլ այդ
ամբողջատված ծայրակետերով, հա, բաների։ Այսինքն 0 1 երկրորդում է 0 ինքը, հետո 1-ում է 0 ու դրանց միջև էլ այդ կետերի միջև էլ անդադ նշանը փոխում է, չէ՞։ Այսինքն ու քանի որ անվերջությունում էլ 0-ի է մոտենում, ինքը սենց մի հատ ֆունկցիա ալնել։ Կարաք ինչ-որ բանով գծագրեք, երևա ինքը սենց ոնց որ փաթաթվի էս x-երի առանցքին, հա, զույգ ֆունկցիա է, այսպես, հա։ Տեսեք, ինչքան այս վատ ոչ անընդհատ ֆունկցիան, հա, սա անընդհատ չի, խզում ունի այս կետերում։ Ֆուրիեի ձևափոխությամբ դարձավ սենց հետաքրքիր ֆունկցիա, հա։ Օրինակ հասկանալի էր, եթե հարցեր չկան, հա։ Հիմա սա կոնկրետ ազդանշանի օրինակ է։ Եթե երաշտական օրինակ եթե մաքուր մի հատ նոտա վերցնենք, իր ազդանշանը կարանք սինուսոիդով ներկայացնենք, հա։ Որի հաճախությունը կախված է այդ նոտայից, էլի, այսինքն դոյի հաճախություն չեմ հիշում, կարծեմ 440 Հց է, թե լավ, սխալ բաներ չասեմ, չեմ հիշի, բայց եթե մի հատ մաքուր նոտա վերցնենք, իր բանը կարանք ներկայացնենք սինուսոիդով, հա, սենց ինչ-որ հաճախությամբ սինուսոիդ է։ X-տեն սինուս կամ կոսինուս, էլի, դա սինուսոիդ ասելով ես նկատի ունեմ ցանկացած, այտենց եռանկյունաչափական ինչ-որ բան։ Ընդհանրապես ասած, այս տեսքով են, հա, ներկայացում, այս կարող է դպրոցից էլ, եթե ալիքները ֆիզիկայից հիշեք, ալիքների ներկայացման անամպլիտուդն է, օմեգան հաճախությունն է, ֆին բանն է, ֆազան է, էլի այդ շեղվածությունն է կարճ ասած, ինքը պատադիր չի, չէ, 0-ում մաքսիմալ ամպլիտուդ ունենա կամ 0 լինի, ինքը հենց այդ ֆազա է կոչվում, շեղվածությունն է ցույց տալիս։ Ամենապարզագույն սինուսոիդը այս տեսքն ունի։ Հիմա իրա վրա եթե Ֆուրիեի ձևափոխություն կիրառենք, ինքը իրականում այս պայմանին չի բավարարում, հենց որ ինքը չունի Ֆուրիեի ձևափոխություն, բայց ինչ որ կերպ եթե փորձենք ընդհանրացնել այդ Ֆուրիեի ձևափոխությունը, ինչ որ կերպ տենց ինտեգրալ հաշվենք, ինքը ընդհանրապես մի հատ հաճախություն է տալու ու մնացածը 0։ Այդ հաճախությունն էլ լինելու է այս օմեգան։ Հա, ինչ որ իմաստով, հա, մաթեմատիկորեն չէ, որովհետև այս ֆունկցիան չունի Ֆուրիեի ձևափոխություն մաթեմատիկորեն։ Բայց եթե իրան բան անենք, հատվածի վրա սահմանափակենք, հա, դրանց դուրս ասենք 0 է։ Այսինքն այս ֆունկցիան ենթադրենք -1-ից 1-ում s-ա, դրանից դուրս 0 է։ Այդ դեպքում կարանք Ֆուրիեի ձևափոխություն հաշվենք ու կտեսնենք, որ պետք է հաշվել, որպեսզի հաստատ ճիշտ արժեքը իմանանք, բայց այն բանով, որ ինքը այդ հաճախություններն է ցույց տալիս, այստեղ ոնց որ մի հատ հաճախություն կա, հա, այն նախորդ դեպքին եթե գնանք, սա իրականում ոչ թե Ֆուրիեի ձևափոխությունն է այստեղ հաշված, այլ հաշված է դիսկրետ Ֆուրիեի ձևափոխությունը։ Այդ ամեն ինչը, երբ որ մենք թվային անալոգայինից թվային ենք տեղափոխում, ամեն ինչը դիսկրետ է դառնում, այսինքն այս Ֆուրիեի ձևափոխությունը, որ ինտեգրալով կա, շարք է դառնում, գումար է դառնում։ Եվ գիտեք, որ ինտեգրալը գումարի ոնց որ ընդհանրացումն է, այլ երբ որ մենք գումարում ենք ոչ թե դիսկրետ կետեր, այլ ինչ որ անընդհատ հոծ բանի վրա գումարում ենք, գումարը ինտեգրալ է դառնում։ Բայց այստեղ ինքը երկու հատ սինուսոիդի գումար է այս սիգնալը, հա, մի հատ սինուսոիդը էսա, մի հատ սինուսոիդը էսա։ Այս ձևափոխությունից հետո հստակ երևում է ասենց երկու հատ պիկ։ Դա
հենց այս սինուսոիդների հաճախություններն են։ Այսինքն Ֆուրիեի ձևափոխությունը այդ գործողությունն է, էլի անում։ Իհարկե մաթեմատիկական կողմը տենց իդեալիզացված է, այսինքն իրական աշխարհում մենք այս ձևափոխությունը չենք անի, էլի դիսկրետ ձևափոխությունը կանենք, բայց այդ դիսկրետ ձևափոխության իդեան էլ աստեղից գալիս, էլի։ Իսկ սկզբում էս են Ֆուրիեն հենց ինտեգրալով է գրել ամեն ինչ։ Դիսկրետ ձևափոխությունը արդեն 20-րդ դարում են սահմանել։ Ազդանշանի վրա պետք է կիրառենք դիսկրետ Ֆուրիեի ձևափոխությունը, որի սահմանումը շատ նման է այս ինտեգրալին իրականում։ Ինտեգրալի տեղը գումար են գրում, այս ոնց որ բանի տեղն էլ, տեի տեղն էլ, լավ, եկեք հիմա գրեմ։ Այս մաքրեմ ես գրածը։ Բայց եկեք ամեն դեպքում հասնենք դիսկրետ ազդանշաններին, նոր այդ ժամանակ սահմանում գրեմ, հա։ Երևի մեր հաջորդ ինչ որ հատկություններ ունի Ֆուրիեի ձևափոխությունը, որ շատ հեշտ է ստուգել, այստեղ նշանը լավ չի դրվել, ամբողջ, ալֆա x պլյուս բետա y ֆունկցիայի Ֆուրիեի ձևափոխությունը գծային է, էլի Ֆուրիեի ձևափոխությունը։ Հիմա եկեք ստեղ ճիշտ գրեմ, հա։ Ալֆա x պլյուս բետա y, x-ն ու y-ը ինչ որ ֆունկցիաներ են, ազդանշաններ են։ Սրա Ֆուրիեի ձևափոխությունը հավասար է ալֆա անգամ x-ի Ֆուրիեի ձևափոխություն պլյուս բետա անգամ y-ի Ֆուրիեի ձևափոխություն։ Գծայնությունը շատ կարևոր բան է, էլի եթե ինչ-որ օպերատոր գծային է, դա արդեն շատ լավ է։ Հաջորդը սենց հատկությունն է, եթե ազդանշանը տեղաշարժում ենք, ինչ է նշանակում x t-a։ Եթե ան դրական է, իրան a քայլով թե գրաֆիկ գծենք, չէ, a չափով a չենք տեղափոխել։ Եթե բացասական է, ծախ։ Եթե այսպիսի այդ շիֆթը, ժամանակի շիֆթը կատարվել, իր Ֆուրիեի ձևափոխությունը, զուտ x-ի Ֆուրիեի ձևափոխությունը բազմապատկված այս գործակցով, որը իրականում պտույտ է ներկայացնում, ինչ որ պտույտի իմաստ ունի, հա, այս կոմպլեքս թիվը։ Իսկ եթե գրաֆիկը սեղմում կամ ձգում ենք, այսինքն թվով ենք բազմապատկում, այդ դեպքում Ֆուրիեի ձևափոխությունը շատ լավ հատկություն ունի, հիմա 1/3 x-ի Ֆուրիեի ձևափոխությունը օմեգա/1 կետում։ Այս ուղղակի լավ հատկություններ։ Մի հատ շատ կարևոր գործիք էլ կա, որ ամեն տեղ օգտագործվում է այս սիգնալների մշակման մեջ, դա ազդանշանների փաթույթն է։ Էլի երկու հատ ֆունկցիա ունենք, այս դեպքում կարանք նույնիսկ ազդանշանները սովորաբար իրական արժեքներ էլ ընդունում են, բայց ընդհանուր դեպքում կարանք կոմպլեքս էլ գրենք։ Իրանց փաթույթը սահմանվում է այսենց արտադրյալի ինտեգրալով։ Մենք փորձում ենք ոնց որ x-ից ու y-ից ստացած ինֆորմացիան իրար հետ ինչ-որ կերպ բան անել։ Ինչի ուղղակի չի սահմանվում x-ի ու y-ի արտադրյալի ինտեգրալ օրինակ, որովհետև դա կարող է գոյություն չունենա։ Իսկ այս փաթույթի դեպքում շատ կարևոր հատկություն կա, կամ սենց բան կարող լինի, հա, x անգամ y-ը ինչով է վատը։ Եթե մենք x-ը ունենք օրինակ այսպիսի ազդանշան, y-ն էլ ունենք այսպիսի ազդանշան, որ իրանց սա ասենք -1-ից 1-ում է, սա օրինակ 2-ից 4-ում է։ Եթե այս ազդանշանների հետ բազմապատկենք 0 կստացվի, չէ՞, որովհետև իրանք ոչ մի իրանց այս ոչ զրոյական մասերը, կրիչները, այսպես ասած, հատում չունեն։ Իսկ այս փաթույթը հաստատ զրոյական չի լինի, էլի ինքը x-ի y-ի մասին լավ ինֆորմացիա է փոխանցում։ Էլի ինչ որ օրինակի համար կարանք հաշվենք, չգիտեմ, չնայած չեմ կարծում, թե իմաստ ունի։ Այս սահմանում բերում եմ հաջորդ թեորեմում ընդամենը մի հատ բան գրելու համար, բանաձև գրելու համար։ Փաթույթը այսպիսի հատկություններ ունի, ինքը տեղափոխական է, զուգորդական է, ինքը սկալար արտադրյալ չի։ Սկալար արտադրյալը հենց
Ընդհանրապես ֆունկցիաների սկալար արտադրյալ եթե սահմանում ենք, սովորաբար իրանց բազում պատկում ենք ու ինտեգրում։ Սա սկալար արտադրյալ չի, բայց սա սկալար արտադրյալից շատ ավելի լավ հատկություններ ունի։ Այս տեղափոխականությունը կարանք ստուգենք, դա այդքան դժվար չի։ Y-ի ու X-ի փաթույթը եթե գրենք, ինչ պետք է գրենք։ Պետք է գրենք ինտեգրալ y-t, t չէ, y-u, ասենք, x-t մինուս u, չէ։ Հիմա ոնց գանք են ինտեգրալին։ Ասծես։ Փոխականը փոխարինում, չէ, ինչը ինչով նշանակենք։ Ուն նշանակենք t-v, հա, կամ t-ուն նշանակենք v, հա, սա նույնն է, ինչ որ ուն t-v։ Ու ինչ կստանանք, y-ի մեջ կստանանք t-v, x-ի մեջ կստանանք v, այստեղ d-ու պետք է գրեի։ D-ում dv-ով ոնց է արտահայտվում։ Մինուս dv, չէ։ Այս սահմանները իրականում սկզբում պետք է չգրեի, տենց ավելի ճիշտ կլներ։ Իսկ սահմանները ոնց են փոխվում, որտեվ երբ որ մենք այստեղ ուն մինուս անվերջ ենք դնում, v-ն պլյուս անվերջ է, չէ, դա, այսինքն ես այդտեղ պետք է գրեի պլյուս անվերջից մինուս անվերջություն, հետո մի հատ էլ այդ սահմանները փոխեի, այս մինուսի հետ այս մինուսը կգնալ, էլի, այսինքն այստեղ կմնա մինուս անվերջից պլյուս անվերջություն dv-ով արդեն։ Որը, եթե x-ն սկզբում գրենք, հենց այն նույն բանաձևն է, հա, այսինքն x-ի ու y-ի փաթույթն է։ Երկրորդ հատկությունը մի քիչ ավելի երկար է ստուգելը, բայց էլի կարելի է ստուգել, ու ամենակարևոր հատկությունը, որ այս փաթույթը ունի, ինքը այն է, որ իր փաթույթի Ֆուրիեի ձևափոխությունը հավասար է Ֆուրիեի ձևափոխությունների արտադրյալին։ Շատ կարևոր հատկություն է ու դա էլ է ցույց տալիս, թե ինչքան ընդհանրապես եթե ֆունկցիաներ բազում պատկենք ու դրա Ֆուրիեի ձևափոխությունը հաշվենք, ինքը հավասար չի Ֆուրիեի ձևափոխությունների արտադրյալին։ Այն ձևափոխությունը, որ արդեն այդ հաճախությունների տարածությունում արտադրյալի ավերացում, դա փաթույթն է։ Այդ էլ կարելի է ինտեգրալով դնել ստուգել։ Ուղղակի այստեղ պետք է պահանջենք, որ x-ն ու y-ը այս սահմանման մեջ են։ Պետք է պահանջենք, որ ինտեգրելի լինեն, հա, այդ պայմանները միշտ կան։ Մոդուլ x դետեն փոքր է պլյուս անվերջից եւ մոդուլ y դետեն փոքր է անվերջից։ Անցնենք առաջ։ Հիմա ամենակարևոր գաղափարներից մեկը այս ազդանշանների մշակման մեջ նմուշահանումն է։ Ոնց ենք մենք անալոգային ազդանշանից գնում թվային ազդանշանի։ Այս ձևով մենք այդ ազդանշանից ինչ որ տարբերությամբ կետեր ենք վերցնում, չափումներ ենք անում։ Ու մենակ այդ թվերն ենք պահում։ Ինքը արդեն դառնում է դիսկրետ ազդանշան, չէ՞։ Այստեղ գծագրով մի հատ գծագրին գնանք, հետո հետ կգանք։ Պատկերացրեք, ես ինչ որ անալոգային ազդանշան է, այս կապույտով։ Ինչ որ տարբերությամբ արժեքները չափում ենք, հա? Այս արժեքը, այստեղ եթե տեսնում եք, հավասարաչափ են հեռացված այս կետերը։ Եթե սա 1 վայրկյանն է, 1 երկրորդ վայրկյան տարբերությամբ չափումներ են արվում։ Սա արդեն դիսկրետ ազդանշան է, բայց թվային ազդանշան դարձնելու համար մենք մի պահանջել ունենք, որ այս ընդունած արժեքների բազմությունն էլ վերջավորել լինի, այսինքն տենց կամայական արժեքներ չլինի, դրա համար ստեղ մի քիչ ինչ որ եթե տեսնում եք մոդիֆիկացիա է արված,
այս արժեքները հավասարեցված են իրար, հա։ Այսինքն վերջավոր քանակ։ Ըստ էլա իհարկե նկարում վերջավոր բնականաբար վերջավոր քանակությամբ կետեր են, բայց մենք այդ նմուշանումը տեսականորեն կարանք մինուս անվերջ հատվածի վրա անենք, այս բազմությունը հաշվելի անվերջ բազմություն կլինի, բայց որպեսզի վերջավոր քանակությամբ լինեն այդ արժեքները, թվային ազդանշան ունենանք, նաև ասենց ինչ-որ հավասարեցումներ են արվում, կոնկրետ կարեք այս քայլը մոռանաք միանգամից այս բանին նայեք, հա, սա թվային ազդանշանի օրինակ է։ Այս process-ը կոչվում է նմուշանում կամ sampling անգլերեն։ Մենք անալոգային ազդանշանը վերածում ենք թվային ազդանշանի։ Դե սահմանումը հենց էսա, հա, x0-ն անալոգային ազդանշանն է 0 կետում, x1-ը այդ TS պարբերությամբ գնալուց հետո, հա, x1-ը կլինի այս արժեքը, x2-ը այս արժեքը, կամ եթե ստեղ նայենք, այս արժեքները համապատասխան։ Ու n-ը կարող է բացասական լինի, ինքը ամբողջ թիվ է։ Այս sampling-ի հաճախություն կանվանենք պարբերության հակադարձը, ինչպես միշտ, ու պարզվում է, որ որն է այստեղ հիմնական գաղափարը, որ թվային ազդանշանից կարելի է հետ գնալ անալոգային ազդանշանի լավ հավականին մեծ հաճախություն ընտրելու դեպքում։ Դա ընդհանրապես ասած այդքան էլ ճիշտ չի թվում, որովհետև ի վերջո այստեղ դիսկրետ քանակությամբ արժեքներ են։ Մենք ոնց կարանք սիգնալը ամբողջությամբ վերականգնենք, չէ՞ սրանից։ Բայց պարզվում է, որ եթե այդ հաճախությունը բավականաչափ մեծ լինի, ազդանշանը լիովին վերականգնելի է դիսկրետ ազդանշանից։ Դա Nyquist-Shannon-Katzelnikovի թեորեմն է, շատ հայտնի թեորեմ է։ Ես այստեղ փորձել եմ հնարավորինս պարզ ձևով գրել թեորեմը։ Տեսեք, ամեն ազդանշանի մեջ ասեցինք, որ հաճախություններ կան, չէ՞, ինչ որ որոնք այդ Ֆուրիեի ձևափոխությամբ իրականում գալիս էին, էլի ստացվում։ Այդ հաճախությունների մեջ մաքսիմալ հաճախությունը, եթե f-max-ա, եթե դրա կրկնակից մեծ sampling-ի հաճախություն վերցնենք, այդ դեպքում այս x-at-ն այդ դիսկրետ արժեքներից լիովին վերականգնելի է։ Բանաձևը սենց է տրվում, ես ինչ եմ գրել, չեմ նայել ինչ եմ գրել։ Անվերջություն բնականաբար ստեղ պետք է լինի։ x-a m բաժանած fs, j t մինուս m բաժանած fs, որտեղ j-ն, այս բանաձևին հիմա կարաք շատ, չգիտեմ, ուշադրություն չդարձնեք, մի քիչ բարդ բանաձև է իհարկե։ Նկատեք, որ այս j-ն են նույն ֆունկցիաները, որ մենք ստացանք, հա, ազդանշանի ձևափոխությունը հաշվելուց, սա շատ կարևոր ֆունկցիա է ազդանշանների մշակման մեջ, սինուս x բաժանած x-ն է, էլի ըստ էության։ Այս էլ եթե նկատում եք փաթույթ է, չէ՞, ոնց որ գրած։ Ուղղակի ինտեգրալ տեղը գումար է գրած, դիսկրետ փաթույթ է։ Մեր սկզբնական ազդանշանի ու այս կոնկրետ սա ֆիքսված ֆունկցիա է։ Այս ֆունկցիայի փաթույթը տալիս է հենց այդ մեր սկզբնական ազդանշանը։ Այստեղ եթե նկատում եք, այս x-ի մենակ դիսկրետ արժեքներ են, հա, օգտագործված։ n բաժանած fs կետ, այսինքն 0 կետում, 1 բաժանած fs կետում, 2 բաժանած fs կետում։ Հենց այս կետերում արժեքներն են մենակ օգտագործված, հա։ TS-ը 1 բաժանած fs-ն է։ Այդ դիսկրետ սիգնալը ստեղից այս x-ից ստացվող s-ը, որը նույն n բաժանած fs-ն է, n-ը փոխվում է ամբողջ արժեքների վրա, հա։ Շատ լավ։ Մի հատ օրինակ նայենք ու երևի այսքանով հա, ես դիսկրետ Ֆուրիեի ձևափոխություն չսահմանեցի, չէի էլ նախատեսել սահմանել, բայց քանի որ հաց եղավ, ուրեմն եթե ինչ-որ x-n դիսկրետ սիգնալ ունենք, կարելի է սահմանել դիսկրետ Ֆուրիեի ձևափոխություն
Ավելի ճիշտ Ֆուրիեի դիսկրետ ձևափոխություն, որտեղ ոչ թե Ֆուրիենա դիսկրետ, այլ ձևափոխություն։ Ֆուրիեի ձևափոխության բանաձևը ստեղ մի հատ գրեմ, որ համեմատեք, հա, մինուս անվերջից անվերջ, x-t, y-ի մինուս 2pi օմեգա t, dt։ Այստեղ ում է x կա, կարող ենք օմեգա էլի գրենք։ Ուրեմն, պետք է փորձեմ հիշել, այստեղ կարծեմ 2n մինուս 1 կամ պլյուս 1, գումարը մինուս n-ից n x t xn y-ի մինուս 2pi օմեգա n-երորդ n, սենց ինչ-որ բան պետք է լինի, ստեղ երևի n-1, ստեղ էլ 2n-1։ Հույս ունեմ ճիշտ գրեցի, մի հատ ստուգ եմ ամեն դեպքում։ Նկատում եք նմանությունը բանաձևերի։ Այստեղ քանի որ t-ն մինուս անվերջից անվերջ բոլոր արժեքների վրա փոխվում է, ինտեգրալ ենք վերցնում։ Իստեղ քանի որ դիսկրետ ազդանշանն ենք ինքը կոնկրետ հաշվելի քանակությամբ արժեքների վրա է փոխվում, մենք ստեղ ինտեգրալ չենք կարող վերցնենք։ Նու կամ կարանք, բայց ինքը գումարի կվերածվի, էլի։ Ինքը դրա համար դառնում է գումար, ստեղ t-ի փոխարեն գրած է, նու այս ֆունկցիան, եթե նկատում եք n-ը եթե մեծատառ n դնենք, արդեն ոնց որ ճիշտ չի ասել կրկնվել, բայց այս t-ն արդեն փոխարինում է ասենց մինուս 1-ից 1 մենակ արժեքներով n բաժանած n-ը մոդուլով 1-ից փոքր է։ Ու ստեղ էլ սենց գումար ենք վերցնում ու միջինացնում ենք։ Ինչ որ տարբերություն կա իհարկե բանաձևի հետ, լրիվ նույնը չի, բայց ամեն դեպքում բավականին մոտ է ու սա համատարած կիրառվող բան է, ոնց որ համատարած կիրառվող ձևափոխություն է, էլի, թվային ազդանշանների հետ ինքը եկեք բանաձևը ստուգենք։ Այստեղ գրած է 0-ից n-1 ճիշտն ասած, բայց էական տարբերություն չկա, էլի։ Պես որ ճիշտ է գրված։ Հա, հիմա օրինակի մասին։ Ոնց կիրառել ես Կացելնիկովի թեորեմը կամ Նայքվիստ-Շենոնի թեորեմը։ Հայտնի է, որ մարդը 20,000 հերց մինչև կարա լսի ձայն։ Դրանից բարձր հաճախության ալիքները մարդու ականջի համար լսելի չեն։ CD դիսկերի վրա որ ձայնագրությունը արվում է, այդտեղ այդ նմուշարումները, հա, նմուշահանումները վերցվում են այս հաճախությամբ 44100 հերց հաճախությամբ։ Ու երբ որ դուք CD-ն նվագարկում եք, ընդհատ չի լսվում, չէ՞, ձայնը ոնց որ անընդհատ է լսվում։ Ինչի են այս հաճախությունը վերցնում, ու կոնկրետ թիվը ինչ որ պատմականորեն այս թիվն է գալիս, բայց այստեղ ինչն է կարևոր նկատել, որ ինքը 2 անգամ 20,000-ից մեծ է, հա։ Եթե մենք այստեղ 40,000-ից փոքր հաճախություն վերցնենք, կարող է չվերականգնվի նախնական սիգնալը, այսինքն փչանա ձայնը։ Իսկ այսպիսի հաճախություն, իսկ ինչի ավելի մեծ հաճախություն չվերցնենք, որովհետև առանձնապես տարբերություն չի զգացվի։ Կարանք շատ մեծ հաճախություն վերցնենք, բայց դա նախ արդեն շատ ինֆորմացիա չէ, մեզնից կպահանջի, որովհետև ինչքան հաճախությունը մեծ է, այնքան տվյալները շատ ենք վերցնում։ Ինչքան տվյալները շատ են, այնքան հիշողությունն է մեծ, այդ նպատակահարմար չի, էլի մեծ հաճախություն վերցնել։ Այս թեորեմն ասում է, որ բավական է 2 անգամ 20,000-ից մեծ հաճախություն վերցնել, նմուշահանման հաճախություն, հա, սեմպլինգի հաճախություն։
ու ինքը սիգնալը կվերականգնվի։ Տվյալ դեպքում երաժշտությունը մենք կլսենք նենց, ոնց որ կուզենք լսել, հա։ Հարցեր կան այս ամեն ինչի վերաբերյալ։ Հույս ունեմ հասկանալի պատմեցի, ինքը մի քիչ շատ հեշտ թեմա չի, եթե անկեղծ ասեմ, հատկապես մաթեմատիկական մասը հեշտ չի, այսինքն այստեղ կիրառվող գործիքները ֆունկցիոնալ անալիզ, կոմպլեքս անալիզ, իրանք բավականին հենց ոչ հիմնական, հա, ոչ ֆունդամենտալ մակարդակի մաթեմատիկա է, ավելի բարձր մակարդակի մաթեմատիկա է, դրա համար փորձեցի շատ դետալներ, մաթեմատիկական դետալների մեջ չխորանամ, բայց զուտ ներկայացնեմ, թե այս գաղափարները ոնց են կիրառվում ազդանշանների մշակման մեջ, հա։ Հաջորդ սեմինարին լրիվ ուրիշ թեմայից ենք խոսելու, գաղտնագրության, որը մաթեմատիկայի առումով ավելի հեշտ կլինի ու այնտեղ նախ կսահմանենք ինչ է ընդհանրապես գաղտնագրությունը, ինչի համար է ու էլի մաթեմատիկան ոնց է կիրառվում դրա մեջ։